Ձեր թշնամին քանդում է ձեր կյանքի գործը։ Ավետարանն ասում է. «Սիրիր նրան»։ Ինչ կանեք։ Կամի ծեր վարպետ, որի ընտանիքը սերունդներ շարունակ քարին հոգի է տվել, բայց մի գիշեր նրա թշնամին մուրճերով մարդկանց է ուղարկում։ Նրանք ջարդուփուշուր են անում ոչ թե սովորական քար, այլ այն միակ խաչքարը, որի վրա աշխատել էր նրա հանգուցյալ հայրը։ Մարմարի բեկորները դառնում են նրա սեփական հոգու բեկորները։ Այս պատմության մեջ դուք կտեսնեք, թե ինչպես է այս մարդը հասնելով եզրագծին կանգնում վրեժի և ներման միջև։ Բայց ամենակարևորը, մենք ցույց կտանք, թե ինչպես է նրա թշնամու դեմ կայացրած անսպասելի որոշումը բացում մի դուռ, որը փակ էր 15 տարի, և ինչպես է անիծված թվացող իրավիճակը վերածվում անսպասելի օրհնության։ Նրա ընտրությունը կորոշի ոչ միայն արհեստանոցի, այլև իր ընտանիքի հոգու ճակատագիրը։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք քանի հոգի ենք։ Առավոտյան արևի առաջին շողերը դեռ չէին հասցրել դիպչել Արարատի ձյունապատ գագաթին, երբ մի հսկայական շինարարական կռունկի ստվերն արդեն սողոսկել էր Գևորգ վարպետի խաչքարների արհեստանոցի բակը։ 65-ամյա Գևորգը, որի ձեռքերը ծնված օրվանից կարծես քարի փոշով էին պատված, կանգնած էր իր պապի ձեռքով կառուցված արհեստանոցի դռան մոտ։ Նրա առջև ծխախոտի թունոտ ծուխն օղակ-օղակ բաց թողնելով կանգնած էր Տիգրանը, մի քառակուսի դեմքով սառը աչքերով տղամարդ, ում թանկարժեք կոստյումը անհեթեթ էր թվում այս փոշոտ ու սրբազան վայրում։ Նրա կողքին լուռ կանգնած էին երկու հաղթանդամ տղաներ, որոնց դատարկ հայացքները ոչ մի լավ բան չէին խոստանում։ Դիմացի հողակտորում, որտեղ տասնամյակներ շարունակ ծիրանի այգին էր, հիմա դեղին բուլդոզերն էր փորում հողը, կարծես բաց վերք լիներ երկրի մարմնի վրա։ Գևորգ պապի, վերջին անգամ եմ կրկնում, ձայնի մեջ մետաղական նոտաներով ասաց Տիգրանը, այս խրճիթի տեղում իմ նոր շենքի ստորգետնյա կայանատեղին է լինելու, լավ գին եմ առաջարկում, վերցրու գումարը ու գնա քո Աստծո հետ խոսա, թե չէ շուտով ես եմ քեզ նրա մոտ ուղարկելու։ Գևորգի բռունցքները այնպես սեղմվեցին, որ եղունգները խրվեցին ափի մեջ։ Նրա հայացքը սահեց դեպի արհեստանոցի խորքում կանգնած անավարտ խաչքարը, որին նուրբ զարդանախշերի վրա իր հանգուցյալ հայրն էր աշխատել կյանքի վերջին ամիսներին։ «Այս տեղը իմ կյանքն է, Տիգրան», խռպոտ ձայնով պատասխանեց նա յուրաքանչյուր բառը կշռադատելով։ «Այս քարերը իմ ընտանիքի աղոթքն են։ Դուք փողի հոտից բացի ուրիշ հոտ չեք առնում, սա չի վաճառվում։ Իսկ իմ Աստծո հետ ես առանց քո միջնորդության էլ կխոսեմ»։ Տիգրանը ծխախոտի մնացորդը դցեց գետնին և տրորեց իր փայլուն կոշիկի տակ, կարծես Գևորգի արժանապատվությունը լիներ։ «Ուրեմն պատերազմ կլինի ծերուկ, իսկ պատերազմում ես երբեք չեմ պարտվում»։ Նա շրջվեց և իր թիկնապահների հետ ուղղվեց դեպի իր սև, փայլուն ամենագնացը։ Հենց այդ պահին տնից դուրս եկավ Գևորգի դուստրը, 38-ամյա Անին։ Նրա ձեռքին սուրճի սկուտեղ էր, իսկ դեմքին այն հոգնածությունը, որը տարիների ընթացքում դարձել էր նրա մշտական ուղեկիցը։ «Հայրիկ, խնդրում եմ, մի լարվիր», ասաց նա, տեսնելով հոր քարացած դեմքը։ «Պարոն Տիգրան, հուցե մի բաժակ սուրճ խմենք, հանգիստ խոսենք, մի լուծում կգտնենք»։ Տիգրանը նույնիսկ չշրջվեց։ «Քո հոր հետ խոսելու բան չմնաց», նետեց նա ուսի վրայով։ «Մեկ շաբաթ ժամանակ ունի իր իրերը հավաքելու, հետո իմ բուլդոզերները կգտնեն լուծումը»։ Մեքենան տեղից պոկվեց, թողնելով փոշի ամպ և չայրված բենզինի գարշահոտություն։ Անին նայեց հորը։ Նա գիտեր, որ Տիգրանի սպառնալիքը պարզապես արթնացրել էր հին ավելի խորը վերքը։ 15 տարի առաջ նրա կրտսեր որդին Լևոնը նույնպիսի արհամարհանքով էր շրջվել ու հեռացել, ոչ թե կայանատեղիի, այլ ազատ կյանքի հետևից։ Նա գնացել էր օտար երկրներ, թողնելով իրենց, իր արմատները, իր հոր արհեստը։ Այդ օրվանից Գևորգի սիրտը սկսել էր քարանալ։ Նա իր որդուն դավաճան էր համարում և արգելել էր նույնիսկ նրա անունը տալ իր տանը։ «Մեկը դրսից է ուզում քանդել իմ տունը», կիսաձայն փսփսաց Գևորգը, ավելի շատ ինքն իրեն խոսելով, քան դստերը։ «Մյոսը ներսից քանդեց։ Ինձ համար նրանք երկուսն էլ նույնն են»։ Հաջորդ օրը, երբ Գևորգն իր երիտասարդ աշակերտի 18-ամյա Վարդանի հետ փորձում էր նոր խաչքարի վրա առաջին գծերը անել, փողոցից լսվեց անվադողերի սուր ճռինչ և ուժեղ հարվածի ձայն։ Նրանք դուրս վազեցին։ Մի հսկայական բեռնատար, իբր թե կառավարումը կորցրել էր, հետընթացով մխրճվել էր արհեստանոցի հին, քարե պարսպի մեջ, քանդելով մի մեծ հատված։ Ղեկին նստած վարորդը, մի տհաճ տեսքով երիտասարդ, դուրս եկավ, ձեռքերը տարածելով։ «Վայ, ներողություն, հարգելիս, արգելակները չբռնեցին»։
Գևորգը նայեց նրա աչքերի մեջ և այնտեղ տեսավ ոչ թե զղջում, այլ թաքնված ծաղր։ Նա մոտեցավ և բռնեց վարորդի օձիքից։ «Ում շունն ես դու, ասա», գոռաց նա, և նրա ձայնի մեջ լսվեց վիրավորված գազանի մռնչյունը։ Վարդանն ու հավաքված հարևանները հազիվ կարողացան նրան հետ քաշել։ Վարորդը, ուղղելով հագուստը, նստեց մեքենան և հեռացավ, նույնիսկ չսպասելով ոստիկանությանը։ Գևորգը կանգնած էր փլված պատի առաջ, և նրա ձեռքերը դողում էին անզոր զայրույթից։ «Հայրիկ, սա նախազգուշացում է», շշնջաց Անին, մոտենալով։ «Նա չի կանգնի, պետք է մի բան անել»։ «Եվ կանեմ», կտրուկ պատասխանեց Գևորգը։ «Նա ուզում է պատերազմ, կստանա պատերազմ»։ Այդ երեկո տանը լարված լռություն էր տիրում։ Գևորգը նստած էր սենյակի անկյունում, նայելով պատից կախված Քրիստոսի ամենակալ սրբապատկերին, բայց նրա աչքերը չէին տեսնում։ Նրա մտքում միայն վրեժի ծրագրեր էին հյուսվում։ Հեռախոսի զանգը սթափեցրեց նրանց։ Անին վերցրեց լսափողը։ «Այո, տեր-հայր, բարև ձեզ։ Այո, հայրիկս տանն է»։ Նա լսափողը մեկնեց Գևորգին։ «Տեր Վարդանն է, մեր քահանան»։ Գևորգը դժկամությամբ վերցրեց լսափողը։ «Լսում եմ, տեր-հայր»։ «Գևորգ, եղբայր իմի Քրիստոս», լսվեց քահանայի հանգիստ ու խորը ձայնը։ «Լսեցի պատահածի մասին, սիրտս ցավեց։ Գիտեմ, որ հիմա քո հոգին փոթորկված է, բայց հիշիր, որ ամենաամուր քար այն չէ, որը չի կոտրվում, այլ այն, որը դրված է հավատքի հիմքի վրա։ Այս կիրակի եկեղեցում պատարագից հետո հատուկ աղոթք ենք անելու, և ավետարանի ընթերցանությունը հենց հայրերի ու որդիների ներման ու վերադարձի մասին է լինելու։ Սպասում եմ քեզ ու Անիին»։ Գևորգը լուռ լսում էր։ «Ներում»։ Ինչպիսի անհեթեթ բառ էր թվում այդ պահին։ Նա ուզում էր պատասխանել, որ ինքը ներելու ոչինչ չունի, որ իրեն պետք է ոչ թե աղոթք, այլ ուժ թշնամուն ջախջախելու համար։ Բայց ինչ-որ բան նրան հետ պահեց։ «Կտեսնենք, տեր-հայր, կտեսնենք», միայն կարողացավ ասել նա և դրեց լսափողը։ «Սիրելի եղբայրներ, եթե ուզում եք իմանալ Քրիստոսի կյանքի խորհուրդները, ապա խնդրում եմ, մեկնաբանություններում գրեք ձեր անունները, որպեսզի մեր ընդհանուր աղոթքում հիշենք միմյանց։ Եվ պատասխանեք այս հարցին. ձեր կյանքում երբևէ բախվել եք մի իրավիճակի, երբ ներելը թվում էր անհնարին։ Կիրակի առավոտյան Սուրբ Սարգիս եկեղեցին լեփնեցուն էր։ Օդում խնկի բույրն էր սավառնում, խառնվելով մոմերի հալվող մեղրամոմի անուշահոտությանը և հավատացյալների հոգիներից բխող լուռ աղոթքներին։ Գևորգն ու Անին կանգնած էին ամբոխի մեջ, բայց Գևորգը ոչինչ չէր լսում ու տեսնում։ Նրա մտքերը դեռ փլված պարսպի մոտ էին, իսկ սրտում վրեժի կրակն էր բորբոքվում։ Երբ տեր Վարդանը բարձրացավ ամբիոն, նրա հայացքը մի պահ կանգ առավ Գևորգի վրա։ Քահանան բացեց ավետարանը և նրա ձայնը, հանգիստ, բայց զորավոր, լցրեց գմբեթի տակ գտնվող ողջ տարածությունը։ Մի մարդ երկու որդի ուներ, և նրանցից կրտսերը հորն ասաց. «Հայր, տուր ինձ կալվածքի ինձ հասանելիք բաժինը», և նա կալվածքը բաժանեց նրանց միջև։ Գևորգի մարմնով սարսուռ անցավ։ Ամեն բառը կարծես իր մասին էր։ Նա լսում էր, թե ինչպես կրտսեր որդին հեռավոր երկրում վատնեց իր ունեցվածքը, ինչպես սովի մատնվեց և ստիպված եղավ խոզեր արածեցնել։ Գևորգի սրտում ոչ թե խղճահարություն արթնացավ, այլ չարախինդ մի զգացում։ «Այդպես էլ պետք է լիներ», մտածեց նա, «դավաճանը պետք է պատժվի։ Իմ Լևոնն էլ երևի հիմա այդ օրն է ընկել, դրա համար է նամակներ գրում»։ Բայց տեր Վարդանի քարոզը շեշտը դրեց ոչ թե որդու անկման, այլ հոր արձագանքի վրա։ «Սիրելի հավատացյալներ», շարունակեց քահանան, «ուշադրություն դարձրեք, հայրը չսպասեց, որ որդին հասնի տուն, չսպասեց, որ նա ծնկի իջնի ու ներողություն խնդրի։ Նա տեսավ նրան հեռվից, ինչը նշանակում է, որ նա ամեն օր նայում էր ճանապարհին, նա սպասում էր։ Եվ նա վազեց։ Մի պատկերացրեք այդ տեսարանը. արևելյան մշակույթում մի մեծահասակ պատկառելի այր երբեք չէր վազի, բայց այս հայրը մոռացավ իր արժանապատվության, իր հպարտության, իր վիրավորանքի մասին։ Նրա համար միայն մի բան էր կարևոր՝ իր կորած որդին վերադարձել էր։ Սա է Աստծո սիրո պատկերը։ Սա այն սերն է, որը մեզանից յուրաքանչյուրիս հանդեպ ունի մեր երկնային հայրը։ Գևորգը շփոթված էր։ Նա միշտ իրեն նույնացրել էր առակի ավագ որդու հետ, բայց հիմա տեր Վարդանի խոսքերը նրան ստիպում էին իրեն տեսնել հոր դերում, և նա հասկացավ, որ ինքը լրիվ հակառակն էր անում։
Պատարագից հետո, երբ բոլորը սկսեցին ցրվել, Տեր Վարդանը մոտեցավ Գևորգին ու Անիին։ Նրա հետ էր եկեղեցու խորհրդի անդամներից մեկը, Սարգիսը, որը քաղաքում հայտնի իրավաբան էր։ Գևորգ, եղբայր, սա Սարգիսն է, ներկայացրեց Տեր Վարդանը։ Նա լսել է քո խնդրի մասին եւ ուզում է անշահախնդիր օգնել։ Նա կարծում է, որ Տիգրանի գործողություններում կան բազմաթիվ անօրինական կետեր։ Սարգիսը միջին տարիքի խելացի հայացքով մարդ սեղմեց Գևորգի ձեռքը։ Վարպետ Գևորգ, ձեր արհեստանոցը մեր քաղաքի պատմության մի մասն է։ Մենք թույլ չենք տա, որ փողի քաղց ունեցող մեկը ոչնչացնի այն։ Ես կուսումնասիրեմ բոլոր փաստաթղթերը, մենք կպայքարենք օրենքի դաշտում։ Այս անսպասելի օգնությունը մի փոքր հույսի շող ներշնչեց Գևորգի սիրտը։ Նա զգաց, որ մենակ չէ իր պայքարում։ Գուցե Տեր Վարդանի խոսքերում ճշմարտություն կար։ Գուցե Աստված իրեն չէր լքել։ Նա պայքարը տեղափոխում էր մեկ այլ հարթություն՝ ուժի դիմակայությունից դեպի օրենքի եւ արդարության դաշտ։ Սակայն նրա սրտի խորքում մի հարց դեռ անպատասխան էր մնում. եթե նույնիսկ օրենքով հաղթի Տիգրանին, կկարողանա արդյոք հաղթել իր սեփական սրտում բուն դրած ատելությանը։ Այդ երեկո Գևորգի տան դուռը թաքեցին։ Շեմին կանգնած էր նրա կրտսեր եղբայրը, Վահանը, որը 20 տարի առաջ տեղափոխվել էր քաղաքի մյուս ծայրը եւ հազվադեպ էր գալիս։ Վահանը միշտ եղել էր ավելի գործնական, ավելի երկրային մարդ։ Նա լսել էր եղբորը պատուհասած դժբախտության մասին եւ եկել էր իր օգնությունն առաջարկելու։ Սեղանի շուրջ, որտեղ ընթրիքը սարում էր, նա լսեց Գևորգի պատվացը, լսեց նաև իրավաբան Սարգսի առաջարկի մասին։ Իրավաբան, քմծի ծաղտվեց Վահանը։ Գևորգ, դու երբ պիտի հասկանաս, որ Տիգրանի նման մարդկանց դեմ թղթերով չեն կռվում։ Նրանք հասկանում են միայն մեկ լեզու՝ ուժի լեզուն։ Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր կարող են խոսել այդ Տիգրանի հետ, այնպես խոսել, որ նա մոռանա քո արհեստանոցի ճանապարհը։ Գևորգի դեմքը մռայլվեց։ Ես հանցագործ չեմ, Վահան, ես իմ արդարությանը կհասնեմ օրենքով։ Օրենքը թույլերի համար է, կտրուկ պատասխանեց Վահանը։ Մինչև քո իրավաբանը թրթերը դասավորի, Տիգրանը քո տունը գետնին կհավասարեցնի։ Դու պետք է հարվածես առաջինը եւ հարվածես ցավոտ։ Անին, որը լուր լսում էր նրանց, չդիմացավ։ Հորեղբայր, մենք քրիստոնյա մարդիկ ենք, ավետարանն ասում է՝ մի հատուցեք չարի դիմաց չարով։ Վահանը ծիծառեց. աղջիկս, ավետարանը լավ բան է եկեղեցու պատերի ներսում, իսկ դրսում գայլի օրենքներն են գործում։ Եթե դու գառ լինես, քեզ կուտեն։ Հիմա ընտրությունը քոնն է, եղբայր, կամ դու կսպասես քո Աստծո հրաշքին, կամ կվարվես այնպես, ինչպես տղամարդը պետք է վարվի։ Վահանի խոսքերը կարծես թույն լինեին, որը նորից արթնացրեց Գևորգի մեջ քնած զայրույթը։ Ընտանիքը բաժանվել էր երկու ճամբարի։ Մի կողմում Անին էր իր հավատքով, մյուս կողմում Վահանը իր ռեալիստական լուծումներով։ Իսկ Գևորգը կանգնած էր մեջտեղում, երկու ճանապարհների խաչմերուկում։ Մեկը տանում էր դեպի դժվար, անհայտ, բայց հավատքով լուսավորված արահետ, մյուսը դեպի հեշտ թվացող, բայց մթությամբ ու բռնությամբ լի ճանապարհ։ Գիշերը Գևորգը չկարողացավ քնել։ Նա դուրս եկավ բակ։ Լուսնի լույսի տակ փլված Պարիսպը սևին էր տալիս, հիշեցնելով իր անզորության մասին։ Նա մտավ արհեստանոց եւ նստեց իր հոր հին աթոռին։ Նրա հայացքն ընկավ դարակին դրված հին կաշեկազեմ աստվածաշնչին։ Դա իր մոր աստվածաշնչն էր։ Նա վերցրեց գիրքը, փչեց վրայի փոշին եւ բացեց։ Էջերը դեղնել էին ժամանակից։ Նրա մատները կանգ առան Ղուկասի ավետարանի վրա, հենց այն էջին, որտեղ անառակ որդու Արաքն էր։ Նա սկսեց կարդալ, բայց այս անգամ նա կարդում էր ոչ թե Տեր Վարդանի ձայնով, այլ իր սեփական սրտի ձայնով։ Նա կարդում էր դանդաղ, ամեն բարի վրա խորելով։ Հայրը տեսավ նրան ու գթաց, ոչ թե զայրացավ, ոչ թե մեղադրեց, այլ գթաց։ Նա հասկացավ իր որդու ցավը, նրա կորուստը, նրա ամոթը, եւ վազելով գնաց, ընկավ նրա վզին ու համբուրեց նրան։ Այս տողը հարվածեց Գևորգին կայծակի պես։ Հայրը չսպասեց ներողության։ Նա չպահանջեց բացատրություններ։ Նա չասաց «Ես քեզ զգուշացրել էի»։ Նա պարզապես գրկեց իր որդուն։ Նրա սերը պայմանավորված չէր որդու արժանիքներով։ Դա անպայման, անսահման, աստվածային սեր էր։ Եվ հանկարծ Գևորգը հասկացավ. առակը միայն Լևոնի մասին չէր, առակը նաև իր մասին էր, բայց ոչ թե որպես ավագ որդի, այլ որպես հայր, որը ձախողվել էր։
Նա չէր վազել, նա դուռն էր փակել, նա սպասում էր ոչ թե իր որդու վերադարձին, այլ նրա կործանմանը, որպեսզի իր արդարացի զայրույթը հաստատվեր։ Այս գիտակցումը ճեղքեց նրա սրտի քարե պատյանը։ Նա հասկացավ, որ այն ատելությունը, որը նա տածում էր Տիգրանի հանդեպ, եւ այն դառնությունը, որը նա պահում էր իր որդու դեմ, նույն մթության երկու տարբեր դրսևորումներն էին։ Նա չէր կարող ընտրողաբար ներել։ Նա չէր կարող Աստծուն ասել. «Տեր, օգնիր ինձ Տիգրանի դեմ պայքարում, բայց Լևոնին ես երբեք չեմ ների»։ Ներումը կամ ամբողջական է, կամ գոյություն չունի։ Այդ գիշեր Գևորգի արհեստանոցը դարձավ նրա Գեթսեմանի պարտեզը։ Նա ծնկի իջավ կոտրված խաչքարի առաջ, բայց այս անգամ ոչ թե զայրույթից, այլ զղջումից։ Նա լաց էր լինում իր քար սրտության, իր հպարտության, իր կուրության համար։ Նա աղոթում էր։ Տարիների մեջ առաջին անգամ նրա աղոթքը ոչ թե պահանջ էր, այլ խնդրանք։ «Տեր», շշնջում էր նա, «ներիր ինձ։ Ես մտածում էի, թե ավագ որդի եմ, բայց ես պարզապես քարացած սրտով հայր էի։ Սովորեցրու ինձ, ինչպես դու ես ներում»։ Առավոտյան, երբ արևը նոր էր ծագում, Գևորգը որոշում կայացրեց։ Նա գիտեր, որ դա անմտություն է, որ եղբայրը, Վահանը, կծիծաղեր նրա վրա, իսկ դուստրը, Անին, կանհանգստանար։ Բայց նա զգում էր, որ պետք է դա անի։ Նա մտավ արհեստանոց, վերցրեց ամենափոքր, բայց ամենանուրբ զարդանախշերով խաչքարերից մեկը, փաթաթեց այն սպիտակ կտորի մեջ և դուրս եկավ փողոց։ Նրա քայլերը վստահ էին, թեև սիրտը բաբախում էր կատաղի արագությամբ։ Նա գնում էր դեպի թշնամու որջը, Տիգրանի շքեղ գրասենյակը, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում, իր իսկ կառուցած փայլուն ապակե շենքերից մեկի վերջին հարկում։ Տիգրանի քարտուղարուհին, մի երիտասարդ աղջիկ, Զարմացած նայեց քարի փոշով պատված հագուստով ծերունուն։ «Պարոն Տիգրանը զբողված է», ասաց նա սառը տոնով։ «Ասա, որ Գևորգ վարպետն է եկել», հանգիստ պատասխանեց Գևորգը։ Մի քանի րոպե անց աղջիկը դուրս եկավ և զարմացած հայացքով ասաց, որ կարող է ներս մտնել։ Տիգրանը նստած էր իր հսկայական սեղանի հետևում։ Նրա գրասենյակի պատուհանից ամբողջ քաղաքը երևում էր, կարծես խաղալիք լիներ։ Նա չբարձրացրեց գլուխը թղթերից։ «Ինչ ես ուզում, ծերուկ, եկել ես խնդրելու։ Ուշ է»։ Գևորգը լուռ մոտեցավ սեղանին և զգուշությամբ դրեց կտորի մեջ փաթաթված խաչքարը։ Նա բացեց կտորը։ Քարի վրա արևի շողն ընկավ, լուսավորելով խաղողի ողկույզի նուրբ քանդակը։ «Սա քեզ համար է», ասաց Գևորգը, և նրա ձայնը չդողաց։ «Թող Աստված օրհնի քո աշխատանքը և քեզ իմաստություն տա, տարբերել այն, ինչ կարելի է քանդել, նրանից, ինչը պետք է կառուցել»։ Տիգրանը վերջապես բարձրացրեց գլուխը։ Նրա հայացքում զարմանք կար, որը շուտով փոխարինվեց արհամարհանքով։ Նա վերցրեց փոքրիկ խաչքարը, մի պահ պտտեց ձեռքերի մեջ, կարծես գնահատում էր դրա շուկայական արժեքը, ապա, առանց խոսք ասելու, շրջվեց և այն նետեց սեղանի տակ դրված աղբամանի մեջ։ Քարի, մետաղին դիպչելու չոր ձայնը լռության մեջ որոտի պես հնչեց։ «Ինձ քո քարերը պետք չեն», ասաց նա, նայելով Գևորգի աչքերի մեջ։ «Ինձ քո հողն է պետք, իսկ հիմա դուրս գնա այստեղից, դու խանգարում ես ինձ աշխատել»։ Գևորգը կանգնած էր քարացած։ Նա սպասում էր ամեն ինչի, բղավոցների, սպառնալիքների, բայց ոչ այսպիսի սառը, նվաստացուցիչ անտարբերության։ Նա զգաց, թե ինչպես է այտերն այրում ամոթի կարմիրը։ Նա շրջվեց և դանդաղ քայլերով դուրս եկավ գրասենյակից։ Նրա հոգին ջախջախված էր։ Նրա առաջին միամիտ փորձը կիրառելու Քրիստոսի խորհուրդը ավարտվել էր ամբողջական ձախողմամբ և նվաստացումով։ Տուն վերադառնալով նա փակվեց արհեստանոցում։ Անին դուռը թակեց, բայց նա չպատասխանեց։ Նա նստած էր կոտրված խաչքարի մոտ և զգում էր իրեն ճիշտ այդ քարի պես, երկու մասի բաժանված։ Մի մասը ցանկանում էր մոռանալ ամեն ինչ, զանգել եղբորը, Վահանին, և ասել. «Դու ճիշտ էիր, եկ, լուծենք այս հարցը քո ձևով»։ Մյուս մասը, սակայն, չէր հանձնվում։ Նա հիշում էր անառակ որդու հորը։ Արդյոք նա կհանձնվեր, եթե որդին առաջին անգամ դուռը չբացեր։ Ոչ, նա կշարունակեր սպասել։ Գևորգը հասկացավ, որ «սիրիր թշնամուդ» պատվիրանը մեկանգամյա գործողություն չէ։ Դա ճանապարհ է, մարաթոն, որտեղ ամեն քայլը պահանջում է համբերություն և հավատք։ Նրա առաջին քայլը ձախողվել էր, բայց դա դեռ վերջը չէր։ Երեկոյան նրան այցելության եկավ Տեր Վարդանը։ Նա լսեց Գևորգի պատմությունը, և նրա դեմքին ոչ թե զարմանք, այլ խորը կարեկցանք կար։
Գևորգ, եղբայր, ասաց նա մեղմորեն, դու մտածում ես, որ ձախողվել ես, բայց իրականում դու հենց նոր ես սկսել հասկանալ Քրիստոսի խորհրդի խորությունը։ Դու նվեր տվեցիր ոչ թե նրա համար, որ նա փոխվի, այլ քո սեփական սիրտը փոխելու համար։ Այդ խաչքարը սերմ էր, որը դու ցանեցիր քարքարոտ հողի մեջ։ Գուցե այն երբեք չծլի Տիգրանի սրտում, բայց այն արդեն ծլարձակել է քո սեփական հոգում։ Քո խնդիրը Տիգրանին փոխելը չէ, այլ թույլ չտալ, որ Տիգրանը փոխի քեզ նմանեցնելով իրեն։ Տեր Վարդանի խոսքերը նոր լույս փռեցին Գևորգի հոգում։ Նա հասկացավ, որ իր պայքարը ոչ այնքան հողի մի կտորի, որքան սեփական հոգու փրկության համար էր։ Հաջորդ օրը իրավաբան Սարգիսը զանգահարեց. «Վարդետ Գևորգ, լավ նորություն ունեմ։ Ես գտա մի հին փաստաթուղթ, որի համաձայն ձեր արհեստանոցի տարածքը համարվում է պատմամշակութային արժեք, եւ այնտեղ ցանկացած շինարարություն արգելված է։ Մենք դատական հայց ենք ներկայացնում շինարարություն անհապաղ դադարեցնելու պահանջով։ Տիգրանը ստիպված կլինի նահանջել»։ Այս լուրը պետք է որ ուրախացներ Գևորգին, բայց նա զգաց միայն տարօրինակ դատարկություն։ Նա հասկացավ, որ նույնիսկ եթե դատարանում հաղթի, իրական պատերազմը դեռ շարունակվում է իր սրտում։ Մի քանի օր անց, երբ Գևորգն աշխատում էր արհեստանոցում, դուռը բացվեց եւ ներս մտավ Տիգրանը։ Նա մենակ էր։ Նրա դեմքը քարի պես անարտահայտիչ էր, բայց աչքերում սառը կրակ էր վառվում։ «Դու ինձանից խելացի գտնվեցիր, ծերուկ», ասաց նա, «դու ինձ թաքարդը գցեցիր, բայց սա դեռ վերջը չէ։ Դու կհաղթես այս ճակատամարտում, բայց պատերազմը ես եմ հաղթելու։ Դու դեռ կզղջաս, որ ծնվել ես»։ Եվ նա դուրս եկավ, դուռը շխրքացնելով։ Գևորգը մնաց մենակ։ Օրենքը իր կողմն էր, եկեղեցին իր կողքին, բայց թշնամին չէր նահանջում։ Ընդհակառակը, հակամարտությունը թևակողում էր նոր, ավելի վտանգավոր փուլ։ Տիգրանի սպառնալից այցից հետո օդում լարվածություն էր կախված։ Դատական հաղթանակը ոչ թե խաղաղություն բերեց, այլ պատերազմի նոր փուլի սկիզբ դարձավ։ Տիգրանը հասկացավ, որ բացահայտ ուժով չի կարող հաղթել, եւ դիմեց ավելի նենգ ու կեղտոտ զենքի՝ զրպարտությանը։ Մի քանի օր անց տեղական, քիչ հայտնի թերթերից մեկի առաջին էջում հայտնվեց մի մեծ հոդված՝ «Խաչի անվան տակ թաքնված խաբեբաները» վերնագրով։ Հոդվածում, առանց անուններ տալու, բայց պարզ ակնհարկներով, պատվվում էր մի ծեր խաչքարագործի մասին, որը, օգտագործելով իր իբր թե պատմական արժեք ներկայացնող արհեստանոցը, խոչընդոտում է քաղաքի զարգացմանը։ Շանտաժի է ենթարկում բարեխիղճ շինարարներին, նրանցից հսկայական գումարներ պահանջելով։ Ավելին, հոդվածում ակնկալվում էր, թե իբր նրա որդին, որը տարիներ առաջ խորհրդավոր կերպով անհետացել էր, իրականում փախել է, իր հետ տանելով հոր անօրինական գործարքներից ստացված գումարները։ Այս սուտը թունավոր սարդի ոստայնի պես սկսեց տարածվել փոքր քաղաքում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում էին, եւ բամբասանքն ավելի արագ էր տարածվում, քան լույսը։ Հաջորդ առավոտ, երբ Անի գնաց թաղամասի շուկա, նա զգաց, որ ինչ-որ բան փոխվել է։ Մարդիկ, որոնք երեկ նրան ժպիտով էին ողջունում, այսօր խուսափում էին նրա հայացքից, ոմանք էլ թիկունքում սկսում էին շշնջալ։ Նրա մշտական կանաչի վաճառողը, տիկին Հասմիկը, որի հետ նրանք տարիներ շարունակ բարեկամություն էին անում, ձևացրեց, թե չի նկատում իրեն։ «Տիկին Հասմիկ, բարև ձեզ, ինձ մի կապ թարխուն կտաք քա», ասաց Անին։ Կինը, առանց նրա կողմը նայելու, կոպիտ պատասխանեց. «Վերջացել է»։ Բայց Անին տեսնում էր թարմ թարխունի կանաչ կապոցները վաճառասեղանին։ Նա մոտեցավ հացթուխին, բայց նա էլ ասաց, թե թարմ հաց չունի։ Ճնշումը դարձել էր ֆիզիկապես շոշափելի։ Ամոթի ու անարդարության զգացումից Անիի աչքերը լցվեցին արցունքով։ Նա դատարկ զամբյուղով վերադարձավ տուն։ Գևորգը, լսելով դստեր պատմածը, բռունցքները սեղմեց այնպես, որ եղունգները խրվեցին ափի մեջ։ Նա պատրաստ էր դուրս գալ ու գոռալ, պարզաբանումներ պահանջել, բայց ումից։ Տիգրանը թաքնվել էր անանուն հոդվածի եւ մարդկային չարախոսության հետևում։ Սիրիր թշնամուդ։ Ինչպես կարելի էր սիրել մի անտեսանելի թշնամու, որը թունավորում էր քո բարի անունը, քո հարևանների սրտերը։ Քրիստոսի խորհուրդը այս նոր իրավիճակում թվում էր ավելի անհասանելի ու անիրագործելի։ Երեկոյան նրանց այցելեց Գևորգի եղբայրը, Վահանը։ Նա ձեռքին պահում էր այն թերթը, նրա դեմքը զայրույթից կարմրել էր։ Տեսակ, թե ինչի հասցրեց քո քրիստոնեական հեզությունը, գոռաց նա Գևորգի վրա, թերթը շպրտելով սեղանին։ Ես քեզ զգուշացրի, որ այս տեսակ վարդկանց հետ պետք է իրենց լեզվով խոսել։
Հիմա նա ոչ միայն մեր տունն է ուզում քանդել, այլև մեր ընտանիքի պատիվն է ցեխի հետ հավասարեցնում։ Ինչ ես պատրաստվում անել հիմա։ Մյուս այտդ դարձնել։ Գևորգը լուռ էր։ Նա չգիտեր, թե ինչ պատասխանել։ Նրա հավատքը սկսել էր սասանվել։ Գուցե Վահանը ճիշտ էր։ Գուցե այս աշխարհում Քրիստոսի ուսմունքներով ապրելն ուղղակի անհնար էր։ Մենք պետք է պատասխանենք, շարունակեց Վահանը։ Ես գիտեմ մի լրագրողի, որը կարող է պատասխան հոդված գրել, բացահայտել Տիգրանի բոլոր կեղտոտ գործերը։ Մենք նրան կոչնչացնենք։ Ոչ, հանկարծ հստակ հնչեց Անիի ձայնը։ Մենք չենք իջնի նրա մակարդակին։ Եթե մենք սկսենք կեղտ շպրտել, ինչով կտարբերվենք նրանից։ Տեր հայրն ասում էր, որ մեր պայքարը ոչ թե Տիգրանին փոխելն է, այլ թույլ չտալ, որ նա մեզ փոխի։ Դուք երկուստ էլ խելագարվել եք, բղավեց Վահանը։ Ձեր եկեղեցին ձեր ուղեղները լվացել է, մինչ դուք ձեր հոգու փրկության մասին եք մտածում, այս աշխարհում ձեզ ոտքերի տակ կտան ու կանցնեն։ Եթե դուք պատրաստ չեք պայքարելու, ես ինքս կանեմ դա։ Նա դուրը շրկկացնելով դուրս եկավ, թողնելով Գևորգին ու Անիին իրենց կասկածների եւ վախերի հետ մենակ։ Այդ գիշեր Գևորգը երազ տեսավ։ Նա կանգնած էր իր արհեստանոցի մեջ, բայց այն դատարկ էր եւ սառը։ Պատերից քախված էին ոչ թե գործիքներ, այլ թերթերի կտորտանքներ, որոնց վրա գրված էին խաբեբա, դավաճան, շանտաժիստ բառերը։ Հանկարծ դուռը բացվեց եւ ներս մտավ իր հանգուցյալ հայրը։ Նա նայեց Գևորգին թխուր աչքերով եւ ասաց. «Որդիս, դու քարին հոգի տվեցիր, բայց քո սեփական հոգին քարացրիր։ Դու այնքան տարվեցիր թշնամուդ հետ պայքարով, որ մոռացար, թե ով ես դու։ Դու մոռացար, որ խաչքարագործի ամենամեծ գործիքը ոչ թե մուրճն է, այլ սերը»։ Գևորգն արթնացավ սառը քրտինքի մեջ։ Նա հասկացավ, որ կանգնած է հոգևոր փակուղու առաջ։ Նրա մարդկային բանականությունը եւ Քրիստոսի իմաստությունը մտել էին անհաշտ պայքարի մեջ։ Նա հավատում էր Աստծուն, բայց կասկածում էր, թե արդյոք ճիշտ է հասկանում նրա խոսքերը։ Ինչպես կարելի էր սիրել մեկին, ով ոչնչացնում էր քո պատիվը։ Ինչպես կարելի էր ներել, երբ ամբողջ աշխարհը քեզ դատապարտում էր։ Նա զգում էր, որ Քրիստոսի խորհրդի մեջ մի խորություն կա, որն ինքը դեռ չի ըմբռնել։ Նրա նախնական մակերեսային հասկացողությունը բավարար չէր այս փորձությանը դիմակայելու համար։ Գևորգի տեսած երազը նրան թողեց հոգեկան խանգարման եզրին։ Նա զգում էր, որ խեղդվում է կասկածների եւ անզորության ճահճում։ Նա այլևս չէր կարողանում աշխատել։ Քարը չէր ենթարկվում նրա ձեռքերին։ Առանց Անիին որևէ բան ասելու, մի առավոտ նա պարզապես դուրս եկավ տնից եւ գնաց դեպի լեռները, դեպի Գեղարդի վանքը։ Նա գնում էր ոչ թե աղոթելու կամ պատասխաններ փնտրելու, այլ պարզապես փախչելու իր մտքերից, իր թշնամուց, իր սեփական անկարողությունից։ Նա մի քանի օր անցկացրեց վանքի հյուրատան փոքրիկ քարե խցում։ Նա չէր խոսում ոչ ոքի հետ, չէր վասնակցում ժամերգություններին։ Նա պարզապես նստում էր վանքի բակում, ժայռի մեջ փորված եկեղեցու մուտքի մոտ եւ նայում էր դատարկությանը։ Նրա հոգին լուռ էր, բայց այդ լռությունը ոչ թե խաղաղության, այլ հուսահատության լռություն էր։ Նա հասել էր իր հոգևոր ճանապարհի ամենաստորին կետին։ Նա զգում էր, որ Աստված լքել է իրեն, որ Քրիստոսի խորհուրդը գեղեցիկ, բայց անիրագործելի հեքիաթ է։ Մի անձրևոտ օր, երբ նա նստած էր ծածկի տակ, նա տեսավ մի տեսարան, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Վանքի բակում մի քանի տղաներ քարկոծում էին մի թափառական շան։ Կենթանին վախից պոչը տակն առած ճվճվում էր ցավից։ Վանքի ծերվանականներից մեկը, հայր Աբրահամը, դանդաղ դուրս եկավ իր խցից։ Նա ոչինչ չասաց տղաներին, նա պարզապես մոտեցավ, վերցրեց գետնից ամենամեծ քարը, որը տղաներից մեկը նոր էր նետել շան վրա, եւ զգուշությամբ տարավ այն դեպի վանքի կիսավեր պարսպի մոտ։ Այնտեղ, որտեղ պատի հիմքում մի մեծ ճեղքված կար, նա խնամքով դրեց այդ քարը, ամրացնելով թույլ հիմքը։ Նա վերցրեց մյուս քարերը եւ մեկ առ մեկ սկսեց դրանք դնել պատի հիմքում։ Տղաները, ամաչելով իրենց արարքից, լուռ հեռացան։ Շունը, զգալով, որ վտանգն անցել է, մոտեցավ վանականին եւ քսվեց նրա ոտքերին։ Գևորգը շունչը պահած հետևում էր այս տեսարանին։ Եվ հանկարծ, կայծակի պես, մի միտք խոցեց նրա ուղեղը։ Մի միտք այնքան պարզ եւ միևնույն ժամանակ այնքան խորը, որ նա ֆիզիկապես ցնցվեց։ Սիրիր թշնամուդ։ Նա միշտ կարծել էր, թե դա նշանակում է пассив կերպով հանդուրժել չարիքը, ներել ու մոռանալ, մյուս այտը դարձնել։ Բայց ծեր վանականի արարքը նրան ցույց տվեց բոլորովին այլ բան։ Վանականը չպատասխանեց չարությանը չարությամբ։ Նա հետ չնետեց քարը տղաների վրա, բայց նա նաև անտարբեր չմնաց։ Նա վերցրեց չարության գործիքը, քարը, եւ այն վերածեց արարչագործության գործիքի։ Նա վերցրեց ավերող էներգիան եւ այն ուղղեց դեպի շինարարություն։
Նա վերցրեց հարվածը և այն վերահասցեագրեց, դրանով ամրացնելով թույլ հիմքը։ Այսինքն, սիրիր թշնամուդ չի նշանակում թույլ տալ, որ նա քանդի քո տունը։ Դա նշանակում է վերցնել այն քարերը, որոնք նա նետում է քեզ վրա, և դրանցով կառուցել ավելի ամուր, ավելի բարձր տուն։ Դա նշանակում է չարի էներգիան վերածել բարու։ Դա ոչ թե պասիվ ներողամտություն է, այլ ակտիվ, ստեղծագործական սեր։ Այս գիտակցումից Գևորգի աչքերից արցունքներ հոսեցին։ Դրանք ոչ թե հուսահատության, այլ ազատագրման արցունքներ էին։ Նա հասկացավ, որ ամբողջ այս ընթացքում սխալ էր հասկացել Քրիստոսի խոսքերը։ Նա փորձում էր կիրառել դրանք բառացիորեն, չհասկանալով դրանց խորը, փոխակերպող իմաստը։ Նա վեր կացավ և մոտեցավ հայր Աբրահամին, որը վերջացրել էր իր գործը և շոյում էր շան գլուխը։ «Հայր Սուրբ», ասաց Գևորգը խռպոտ ձայնով, «կարող եմ ձեզ մի հարց տալ»։ Ծեր վանականը ժպտաց. «Հարցրու որդիս, ինչու դուք քարը հետ չնետեցիք տղաների վրա, նրանք չարիք էին գործում»։ Հայր Աբրահամը նայեց նրան իր իմաստուն խաղաղ աչքերով. «Որովհետև եթե ես քարը հետ նետեի, աշխարհում կլիներ մեկ չարություն և երկու քար։ Իսկ հիմա աշխարհում կա մեկ չարություն, բայց մեկ ամուր հիմք։ Քրիստոս մեզ չի կանչում պայքարելու մթության դեմ, մթություն ստեղծելով, նա մեզ կանչում է լույս վառելու, իսկ լույսը չի պայքարում մթության դեմ, այն պարզապես լուսավորում է, և մթությունը նահանջում է»։ Այդ պահին Գևորգի համար ամեն ինչ պարզ դարձավ։ Նրա բոլոր նախորդ փորձերը՝ խաչքարը նվիրելը, դատարան դիմելը, նվաստացումը, հարևանների արհամարհանքը, այս ամենը նոր իմաստ ստացավ։ Դրանք պարտություններ չէին, դրանք դասեր էին, դրանք այն քարերն էին, որոնք Տիգրանը նետում էր իր վրա, և որոնք ինքը պետք է սովորեր օգտագործել ոչ թե պատասխան հարվածի, այլ իր հոգևոր տան հիմքերն ամրացնելու համար։ Նա հասկացավ, որ իր խնդիրը ոչ թե Տիգրանին հաղթելն է, այլ Տիգրանի չարությունը վերածել բարու, բայց ինչպես։ Պատասխանը դեռ պարզ չէր, բայց ճանապարհն արդեն լուսավորված էր։ Նա գտել էր Քրիստոսի խորհրդի բանալին։ Գեղարդավանքից վերադառնալուց հետո Գևորգը ուրիշ մարդ էր դարձել։ Նրա աչքերում այլևս չկար հուսահատության ստվերը։ Այն փոխարինվել էր հանգիստ, բայց ամուր վճռականությամբ։ Նրա շարժումները դարձել էին դանդաղ և կշռադատված։ Կարծես նա իր ներսում մի անսասան կենտրոն էր գտել։ Անին առաջինը նկատեց այդ փոփոխությունը։ Նա տեսնում էր, որ հայրը ժամերով նստում է արհեստանոցում, ոչ թե աշխատելով, այլ պարզապես նայելով քարերին, կարծես նրանց հետ լուռ զրույցի մեջ լիներ։ Նա այլևս չէր կարդում թերթերը, չէր հետաքրքրվում Տիգրանի մասին լուրերով։ Նա կարծես մտել էր իր սեփական աշխարհը, որտեղ արտաքին փոթորիկներն այլևս չէին կարող հասնել իրեն։ Մի քանի օր անց, կիրակնօրյա ընթրիքի ժամանակ, որին հրավիրել էր նաև իր եղբորը Վահանին, Գևորգը վերջապես խախտեց լռությունը։ Նա հանգիստ, առանց որևէ հուզականության, պատմեց Գեղարդում տեսածի և իր հոգևոր հայտնության մասին, այն մասին, որ չարիքի էներգիան պետք է ոչ թե հայելային կերպով արտացոլել, այլ վերափոխել, ուղղելով այն դեպի արարում։ Վահանը լսում էր նրան, դեմքին թերահավատ ժպիտ։ Անին, ընդհակառակը, շունչը պահած որսում էր հոր ամեն մի բառը։ Երբ Գևորգը վերջացրեց, սենյակում մի պահ լռություն տիրեց։ «Եվ ինչ», վերջապես խոսեց Վահանը, «Ինչ ես պատրաստվում անել այդ քո փիլիսոփայությամբ։ Գնալ Տիգրանի գրասենյակի դիմաց ծաղիկներ տնկել»։ Գևորգը նայեց նրան հանգիստ, առանց զայրույթի։ «Գրեթե», ասաց նա, «ես որոշում եմ կայացրել։ Տիգրանն ուզում է վերցնել մեր հողը, որպեսզի դրա վրա շքեղ շենք կառուցի իր նման հարուստների համար։ Իսկ մենք հենց մեր արհեստանոցի կողքի փոքրիկ, լքված հողակտորի վրա, որը դեռ մեր պապից է մնացել, կսկսենք վերականգնել հին, մոռացված Սուրբ Գևորգ մատուռը, որի ավերակները դեռ այնտեղ են։ Մենք դա կանենք մեր ձեռքերով, մեր միջոցներով, անվճար։ Մենք նրա շահույթի վայրի կողքին կստեղծենք աղոթքի վայր։ Մենք նրա աղմուկի դեմ կդնենք լռություն։ Նա քարերով քանդում է, մենք քարերով կկառուցենք»։ Այս խոսքերից հետո Վահանը պարզապես պայթեց ծիծաղից։ «Դու վերջնականապես խելագարվել ես։ Մինչ դու քո խաղալիք մատուռը կկառուցես, նա քեզ հողիդ հետ միասին կուլ կտա։ Սա ինքնասպանություն է»։ «Գուցե», հանգիստ պատասխանեց Գևորգը, «բայց կա մահ, որը տանում է դեպի կյանք, և կա կյանք, որը նման է մահվան։ Ես ընտրել եմ իմ ճանապարհը»։ Անին, որի աչքերը փայլում էին հիացմունքից, մոտեցավ հորը և բռնեց նրա ձեռքը։ «Հայր», ասաց նա, և նրա ձայնի մեջ հնչում էր մի ուժ, որը Գևորգը երբեք չէր լսել, «ես քեզ հետ եմ»։
Վահանը թափ տալով ձեռքը վեր կացավ. «Դուք երկուստ էլ հիվանդ եք, ես այս խելագարությանը չեմ մասնակցի», եւ նա հեռացավ։ Հաջորդ օրը Գևորգն ու Անին գնացին Տեր Վարդանի մոտ եւ պատմեցին իրենց որոշման մասին։ Քահանան երկար լսում էր նրանց, եւ նրա դեմքը գնալով լուսավորվում էր։ «Գևորգ, եղբայր», ասաց նա վերջում, «դու գտել ես ճանապարհը, դու հասկացել ես, որ քրիստոնեությունը ոչ թե պաշտպանություն է, այլ հարձակում, բայց ոչ թե սրով, այլ սիրով։ Սա հոգևոր պարտիզանական պատերազմ է, որտեղ մենք հաղթում ենք ոչ թե ուժով, այլ իմաստությամբ։ Ես ձեզ հետ եմ։ Այս կիրակի պատարագից հետո ես կհայտարարեմ մեր համայնքին այս նախաձեռնության մասին։ Կտեսնենք, թե ովքեր կմիանան մեզ։ Իրավաբան Սարգիսը, որը նույնպես ներկա էր, սկզբում կասկածամտորեն էր լսում։ Վարդայդ Գևորգը, իրավական տեսանկյունից սա ոչինչ չի փոխում։ Տիգրանը կարող է շարունակել իր դատական գործընթացները։ Թող շարունակի, պատասխանեց Գևորգը։ Նա պայքարում է հողի համար, իսկ մենք հոգիների։ Տեսնենք, թե որի հիմքերն են ավելի ամուր։ Սարգիսը մի պահ լռեց, հետո ժպտաց. «Գիտես ինչ, ես միշտ երազել եմ ոչ միայն թղթերով, այլև ձեռքերովս մի բարի գործ անել։ Ես շինարարությունից բան չեմ հասկանում, բայց կարող եմ քարեր տեղափոխել։ Հաշվեք, որ ես էլ եմ ձեզ հետ»։ Այդպես սկսվեց մի շարժում, որը ոչ ոք չէր սպասում։ Գևորգի առաջին հայացքից խենագար թվացող գաղափարը սկսեց գտնել իր կողմնակիցներին։ Ոչ բոլորը իհարկե։ Շատերը, լսելով այդ մասին, մատները քունքերին էին պտտում, ասելով, թե ծերունին վերջնականապես կորցրել է բանականությունը։ Ոմանք վախենում էին Տիգրանի վրեժից, բայց գտնվեցին նաև մարդիկ, որոնց հոգիներում Գևորգի խոսքերն արձագանք գտան։ Նրա երիտասարդ աշակերտը, Վարդանը, առաջինն էր, որ եկավ իր օգնությանը։ Հետո եկան մի քանի հարևաններ, որոնք ամաչում էին իրենց նախկին վարքի համար։ Եկան եկեղեցու համայնքի անդամներ, երիտասարդներ, ովքեր ոգևորված էին այս անսովոր մարտահրավերով։ Նրանք սկսեցին մաքրել լքված հողակտորը։ Նրանք քիչ էին, բայց նրանց աչքերում կրակ կար։ Նրանք գտել էին մի բան, որն ավելին էր, քան պարզապես պայքարը մի կտոր հողի համար։ Նրանք կառուցում էին ոչ միայն մատուռ, այլև հավատքի մի փոքրիկ բերդ, անարդարության և ցինիզմի աշխարհի կենտրոնում։ Գևորգը, տեսնելով այս մարդկանց, հասկացավ, որ իր հայտնությունը ոչ միայն իրեն էր փրկել, այլև սկսել է փոխել իր շուրջը գտնվող աշխարհը։ Մատուռի շինարարության առաջին օրը սկսվեց լուռ աղոթքով։ Գևորգը, Անին, Վարդանը, իրավաբան Սարգիսը և ևս մի քանի հավատարիմ մարդիկ կանգնած էին ավերակների շուրջ։ Նրանք շատ քիչ էին, բայց նրանց միավորում էր մի ընդհանուր նպատակ։ Գևորգը վերցրեց առաջին քարը և զգուշությամբ դրեց ապագա պատի հիմքում։ Այդ պահին նրանք լսեցին մեքենաներին մոտենալու ձայնը։ Երկու սև ամենագնացներ կանգ առան հարևանությամբ, և դրանցից դուրս եկավ Տիգրանը իր թիկնապահների հետ։ Նա չմոտեցավ։ Նա պարզապես կանգնեց հեռվում, ձեռքերը խաչած և սկսեց դիտել դեմքին ծաղրական ժպիտ։ Ամբողջ թաղամասը թնդում էր։ Աշխատելն անհնար էր դառնում։ Բայց Գևորգը, կարծես, ոչինչ չէր լսում։ Նա հանգիստ վերցրեց երկրորդ քարը և դրեց առաջինի կողքին։ Նրա հանգստությունը փոխանցվեց մյուսներին։ Նրանք շարունակեցին աշխատել, փորձելով չնկատել աղմուկն ու հոգեբանական ճնշումը։ Տեսնելով, որ աղմուկը չի օգնում, Տիգրանն անցավ հաջորդ քայլին։ Նրա մարդիկ սկսեցին իրենց շինհրապարակից բերել շինարարական աղբ և լցնել այն հենց մատուռի տարածքի մոտ, ստեղծելով մի հսկայական գարշահոտ աղբակույտ։ Նրանք սկսեցին բարձրաձայն վիրավորանքներ հնչեցնել, ծաղրելով Գևորգի խելագարությունը և նրա փոքրաթիվ թիմին։ «Տես, ծերուկը եկեղեցի է կառուցում», գոռում էր նրանցից մեկը։ «Երևի ուզում է իր մեղքերը քավել, որ իր որդին փողերը գողացավ ու փակավ»։ Այս խոսքերը դանակի պես խոցեցին Գևորգի սիրտը, բայց նա դեմքի արտահայտությունը չփոխեց։ Նա հիշեց հայր Աբրահամի խոսքերը. «Նրանք քարեր են նետում, իսկ դու դրանցով պատ կառուցիր»։ Այս վիրավորանքները նույնպես քարեր էին, որոնք նետվում էին իր հոգու վրա։ Նա վերցրեց ևս մեկ քար և դրեց պատի մեջ։ Նրա յուրաքանչյուր շարժումը դառնում էր պատասխան։ Յուրաքանչյուր դրված քարը աղոթք։ Այս տեսարանը սկսեց գրավել թաղամասի բնակիչների ուշադրությունը։ Մարդիկ սկսեցին դուրս գալ իրենց տներից, հավաքվել հեռվում և լուռ հետևել այս տարօրինակ դիմակայությանը։ Նրանք տեսնում էին մի կողմից բիրտ ուժը, աղմուկն ու կեղտը, իսկ մյուս կողմից մի խումբ մարդկանց, որոնք լուռ համառորեն արարում էին։ Եվ այդ պահին տեղի ունեցավ անսպասելին։
Թաղամասի ամենահարգված բնակիչներից մեկը 80-ամյա Ռուբեն պապը, որը երբեք ոչ մի բանի չէր խառնվում, դանդաղ դուրս եկավ իր տնից ձեռքին մի դույլ ջուր։ Նա լուռ մոտեցավ Գևորգին և մեկնեց դույլը։ «Վարպետ», ասաց նա, և նրա ձայնը թեև թույլ հստակ լսվեց երաժշտության աղմուկի միջով, «Դու ճիշտ գործ ես անում, մեր թաղամասին վաղուց էր աղոթք պետք»։ Այս քայլը կարծես պատնեշը քանդեր։ Մի կին տնից դուրս բերեց թարմ թխված հաց ու պանիր։ Մի քանի երիտասարդ տղաներ, որոնք մինչ այդ անտարբեր հետևում էին, մոտեցան և առանց խոսքի սկսեցին օգնել քարեր տեղափոխել։ Տիգրանը քարացած նայում էր այս տեսարանին։ Նրա հոգեբանական գրոհը հակառակ արդյունքներ տալիս։ Նա ցանկանում էր մեկուսացնել Գևորգին, բայց իր իսկ գործողություններով նա մարդկանց համախմբում էր նրա շուրջը։ Գևորգի անսասանությունը, նրա չարին չարով չպատասխանելու սկզբունքը դարձել էր մագնիս, որը ձգում էր մարդկանց։ Հակամարտությունը դառնում էր հրապարակային, և համակրանքը ակնհայտորեն Գևորգի կողմն էր։ Օրվա վերջում Տիգրանը, հասկանալով, որ պարտվում է այս փուլում, զայրացած հեռացավ, իր մարդկանց հրամայելով հավաքել իրերը։ Երբ աղմուկը դադարեց, թաղամասի վրա իջավ անսովոր խաղաղություն։ Այդ օրը նրանք կառուցել էին պատի ընդամենը մի քանի շարք, բայց իրականում նրանք կառուցել էին շատ ավելին։ Նրանք կառուցել էին համայնք։ Երեկոյան, երբ բոլորը ցրվել էին, իսկ Գևորգն ու Անին հոգնած նստած էին արհեստանոցում, դուռը դանդաղ բացվեց և ներս մտավ Վահանը։ Նա ձեռքին մի տոպրակ ուտելիք էր բերել։ Նա լուր դրեց այն սեղանին։ «Ես տեսա այսօր ինչ կատարվեց», ասաց նա կիսաձայն։ Ես դեռ չեմ հասկանում քեզ, եղբայր, բայց ես տեսա, որ քո մեջ մի ուժ կա, որը ես չունեմ։ Ես շինարարությունից լավ եմ հասկանում։ Վաղվանից ես էլ կգամ օգնելու։ Գևորգը նայեց եղբորը, և տարիների մեջ առաջին անգամ նրանց միջև եղած սառույցը սկսեց հալվել։ Նա հասկացավ, որ Քրիստոսի խորհրդի կիրառումը ոչ միայն փոխում է իրավիճակը թշնամու հետ, այլև բժշկում է հին վերքերը սեփական ընտանիքի ներսում։ Նա անցել էր հասկանանուց դեպի վճռական գործողություն, և այդ գործողությունը սկսել էր իր պտուղները տալ այնպես, ինչպես ինքը երբեք չէր կարող պատկերացնել։ Մի քանի շաբաթ անց մատուռի պատերն արդեն բարձրացել էին։ Գևորգի փոքրաթիվ թիմը վերածվել էր մի փոքրիկ բանակի։ Ամեն օր նրանց միանում էին նոր մարդիկ, ոգևորված այս լուռ, բայց համառ դիմադրությունից։ Տիգրանը, տեսնելով, որ հանրային կարծիքն իր դեմ է շրջվել, որոշեց դիմել վերջին, վճռական քայլին։ Մի առավոտ, երբ շինարարությունը ընթանում էր իր հունով, հայտնվեց ինքը՝ Տիգրանը, բայց այս անգամ ոչ թե թիկնապահների, այլ մի հսկայական բուլդոզերի ուղեկցությամբ։ Նա ինքն էր նստած ղեկին, շուրջը հավաքված մարդիկ սարսափից քարացան, բուլդոզերի շարժիչը սպառնալից գվվաց, Եվ մեքենան դանդաղ շարժվեց առաջ, ուղիղ դեպի մատուռի նոր կառուցվող պատը։ Բոլորը հետ փախան, միայն Գևորգը մնաց տեղում։ Նա կանգնեց ուղիղ բուլդոզերի ճանապարհին, պատի և մահաբեր մեքենայի միջև։ Նրա դեմքը հանգիստ էր, նա չէր վախենում։ Այդ պահին նա այլևս չէր պայքարում հողի կամ քարերի համար։ Նա պաշտպանում էր հավատքը, սերը և ներումը։ Բուլդոզերը կանգ առավ նրանից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Տիգրանը դուրս թռավ խցիկից, նրա դեմքը զայրույթից աղավաղվել էր։ Նա քայլեց ուղիղ դեպի Գևորգը։ Բոլորը շունչները պահած հետևում էին։ Սա գագաթնակետն էր։ Գևորգը չշարժվեց։ Նա նայեց ուղիղ Տիգրանի աչքերի մեջ, և նրա հայացքում ոչ թե ատելություն կար, այլ խորը մարդկային կարեկցանք։ «Ես գիտեմ, որ քո կյանքը հեշտ չի եղել, Տիգրան», ասաց Գևորգը հանգիստ, բայց հստակ ձայնով։ «Ես իմացա, որ դու որբ ես մեծացել, որ քո ծնողները Վարդանն ու Նունեն մահացել են երկրաշարժի ժամանակ։ Այս մատուռը, որ մենք կառուցում ենք, կրելու է ոչ միայն Սուրբ Գևորգի անունը, մենք այն կառուցում ենք նաև քո ծնողների հիշատակին, որպեսզի նրանց հոգիները խաղաղություն գտնեն»։ Եվ նա գրպանից հանեց մի փոքրիկ հարթ քար, որի վրա փորագրված էին երկու անուն՝ Վարդան և Նունե։ Նա մեկնեց քարը Տիգրանին։ «Սա առաջին քարն է, որը պետք է դրվի խորանի հիմքում։ Եթե ուզում ես, արի, միասին դնենք»։ Այդ պահին տեղի ունեցավ մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Տիգրանի դեմքի քարե դիմակը սկսեց ճաքճքել։ Նրա աչքերում, որոնք միշտ սառույցի պես սառն էին, հայտնվեց մի բան, որը նման էր ցավի։ Նա նայեց քարին, հետո Գևորգին։ Մի ակնթարթ նրա ներսում տեղի ունեցավ մի սարսափելի պայքար, ցավի և հպարտության պայքարը, ներման և սիրո այս անսպասելի զինաթափող դեմ։
Նա սուրբ չդարձավ այդ պահին, բայց նա կոտրվեց, նա չվերցրեց քարը, նա պարզապես լուր շրջվեց, նստեց իր ամենագնացը և հեռացավ։ Բուլդոզերը մնաց տեղում, որպես նրա պարտության լուր վկա։ Մի քանի ամիս անց Սուրբ Գևորգ մատուրն արդեն ավարտված էր։ Այն փոքրիկ էր, համեստ, բայց կառուցված էր սիրով և հավատքով։ Տիգրանն այլևս չհայտնվեց, նրա շինարարությունը դադարեց, և որոշ ժամանակ անց նա վաճառեց այդ հողակտորը։ Գևորգի արհեստանոցը նորից սկսեց աշխատել, և պատվերներն ավելի շատ էին, քան երբևէ։ Մարդիկ գալիս էին ոչ միայն խաչքար պատվիրելու, այլև տեսնելու այն մարդուն, ով կարողացել էր սիրով հաղթել ատելությանը։ Բայց Գևորգի համար ամենամեծ հրաշքը դա չէր։ Մի օր, երբ նա աշխատում էր արհեստանոցում, դուռը բացվեց և շեմին հայտնվեց մի բարձրահասակ, նիհարած, հոգնած աչքերով երիտասարդ։ Նրա դեմքը ծանոթ էր, բայց միևնույն ժամանակ օտար։ Դա Լևոնն էր, նրա կորած որդին։ Նա կանգնած էր շեմին, չհամարձակվելով առաջ գալ։ Նրա աչքերում ամոթ կար, զղջում և վախ։ Գևորգը նայեց նրան, և նրա սրտում չկար ոչ մի կաթիլ զայրույթ կամ դառնություն։ Նա հիշեց անառակ որդու հորը։ Եվ նա արեց այն, ինչ պետք է աներ 15 տարի առաջ։ Նա գցեց գործիքները, վազեց դեպի որդին, գրկեց նրան և սկսեց համբուրել։ «Տուն ես եկել, որդիս», միայն կարողացավ շշնջալ նա։ «Տուն ես եկել»։ Լևոնը սկսեց լաց լինել հոր ուսին։ Այդ լռության մեջ էին նրա բոլոր ներողությունները, նրա ամբողջ ցավն ու զղջումը։ Ընտանիքը վերջապես վերամիավորվեց։ Լևոնը սկսեց աշխատել հոր կողքին, սովորելով խաչքալագործության արվեստը։ Նա շատ չէր խոսում, բայց նրա ամեն մի շարժումը, քարին հարվածող մուրճի ամեն մի ձայնը լի էր հարգանքով և սիրով։ Սիրելի եղբայրներ և քույրեր, այս պատմությունը մեզ սովորեցնում է մի պարզ, բայց շատ կարևոր ճշմարտություն։ Քրիստոսի «սիրիր թշնամուդ» խորհուրդը ոչ թե թուլության, այլ անհավանական ուժի դրսևորում է։ Դա ոչ թե պասիվ հանդուրժողականություն է, այլ ակտիվ, ստեղծագործական գործողություն, որը կարող է վերափոխել ոչ միայն մեր սիրտը, այլև մեր շուրջը գտնվող աշխարհը։ Գևորգը, հետևելով այս խորհրդին, ոչ միայն փրկեց իր արհեստանոցը, այլև վերականգնեց իր ընտանիքը, համախմբեց իր համայնքը և, ամենակարևորը, գտավ իր հոգու խաղաղությունը։ Նա հասկացավ, որ մեր կյանքում ամենամեծ հաղթանակը ոչ թե թշնամուն հաղթելն է, այլ նրա մեջ մարդուն տեսնել կարողանալը։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքում։ Ինչ դասեր քաղեցիք այս պատմությունից։ Թող Տիրոջ սերն ու իմաստությունը միշտ լինեն ձեզ հետ։ Ամեն։